Ողջույն բոլորին։ Այսօր եկել եմ ձեզ մի նոր առակ պատմելու, արևմտահայերեն իմանալով, ես գրում եմ արևմտահայերեն, հետո դա պետքա ուսուցչուհին ստուգեր արևելահայերենով։ Շատ դժվար 3-4 տարի ունեցա ու դրա մեջ ամենադժվարն էր, որ պետքա ինքս ինձ ուսուցանեի։ Հայրս առհասարակ միշտ ասում էր, որ ուզում էր, որ մենք լինենք Հայաստանում, որովհետև ասում էր պետքա մեծանալ այն միջավայրում, որը որ քո ազգակիցներն են։ Հայրս Հայաստանից դուրս չեկավ։ Հա, բայց ավելի ահավոր է, որ երբ պրոֆեսիոնալը կանգնում աստեղ ու ինքն է սկսում սխալվել, այս ջնջում ենք։ Բայց սկզբից պիտի սկսենք։ Գնացինք։ Ողջույն բոլորին։ Այսօր եկել եմ ձեզ մի նոր առակ պատմելու, որը գրել է Վարդան Այգեկցին։ Առակը կոչվում է Երկու նկարիչները։ Առակը մի պատմեմ արևմտահայերենով։ Մեկ թագավոր երկու նկարիչ կհրավիրե եւ գսե. Ես մեծ թարբասներ շինեցի, անանք մեկ թարբասներ, որ աշխարհից երեսին չի գա։ Աս թարբասները պետք է զարդարվին նկարներով։ Անանք նկարներով, որ աշխարհից մեծ չես տեսներ, եւ անանք քույներով եւ անանք ներգերով, որ չի գա անորպես։ Նկարիչներուն գուդա թարբասները գծցնե եւ մեջտեղ են վարակույր կքաշե։ Վարակույր քաշել են վերջ նկարիչները երկուքը սկսին աշխատելու։ Մեկը գնգարե, մյուսն աշխատի, թագավորը վերջավորցանը, երբ որ գիտնա, որ պատրաստ է աշխատանքը, գուքա քնահատելու։ Գուքա մեկուն աշխատանքը գտեսնե, առաջինը շատ ահավոր նկարներ նկարեր էր բադին վրա։ Գտարնա մյուսին կողմը, մյուսը փամը չէր նկարած, բայց անոր տեղը բադը շտկեր, հարթեցուցեր, հայելի պես փայլեցուցեր էր։ Թագավորը գտարնա գսի, իսկ քու նկարդ ուր է, ես քեզի նկար հանձնարարել եմ։ Մարդը այդ վարգյանին իջեցնե վարակույրը եւ վարակույրը իջեցնել են վերջ իր բադին վրա գերեվի մյուս նկարիչին աշխատանքը։ Թագավորը գզարմանա եւ գհիանա աս աշխատանքով։ Աս արագը միշտ մենք երբ որ գլսենք, առաջին բանը որ կմտածենք, կսենք, օ, աս երկրորդը ինչ խելացի էր։ Բայց ես ասոր մեջ ավելի խորուն բան կտեսնեմ։ Աս մարդը ինքը իրեն վերջ չասեց մյուսեն։ Անոր դեղը ցցուց որ երկուքն ալ հավասար ամշիկություն ըրերեն, երկուքն ալ հավասար ըրերեն իրենց գործը եւ գրնա ինքը լրացնել իր ըրած աշխատանքով մյուսին ըրած աշխատանքը։ Այսպիսով ունեցանք մեկ թարբաս, մեկ նկար եւ մեկ արդացոլանք։